Շնորհակալություն նախագծի համար քննարկման համար պարոն Ավետիսյան ձեզ եմ ուզում դիմել իմ համար հասկանալի չի ձեր պահվածքը որ ասում եք գալաջի են անում մենք այսքանս սպասել ենք դուք կես ժամ հարց ու պատասխան եք տվել որը մեկս թույլ չի տվել ասի գալաջի եք անում բայց հետո նկատողություն եք անում Պապայանին որ Պապայանին նկատողություն եք անում որ ոնց որ քո էջը 400,000 եւ այլն կամ ինչի եք անդրադառնում իմ անձին բա դուք ոնց եք ձեզ թույլ տալի նման ձևով արտահայտվել ձեր գործընկերների նկատմամբ մենք ուշադիր ձեզ լսել ենք նաեւ համարում ենք որ այս նախագծում դուք էլ ձեր կարծիք եւ ներդրումն եք ունեցել եւ այդ մասին ուզում ենք դրական մի բան ասենք բայց դուք ոնց եք փչացնում այդ հարաբերությունը որ չենք էլ ուզում այդ մասին ասենք չենք էլ ուզում քվեան զարմանալի է էլի որ ասենք ձերպես փորձառու քաղաքական գործիչ տնտեսական գործիչը ասում եք հալաջի եք անում դա չէ որ ձեր հարցերի կարևոր ձեր համար կարևոր են, որովհետև ձեզ դիմել են քաղաքացիներ։ Մեզ էլ այլ քաղաքացիներ են դիմել, մենք էլ մեր մասով հարցնենք քաղաքացիներին պատասխանելու նպատակով։ Մենք իմ համար անսպասելի էր այդ։ Շնորհակալություն։ Պարոն Բագրատյան, տեղին չի, ես ընդամենը պարզ քննարկման ընթացքում դուք լավ եք ճանաչում ինձ, մանավանդ ձեր նկատմամբ իմ վերաբերմունքն էլ գիտեք, ակնհայտորեն այստեղ որևէ վիրավորական միտում չկար, ուղղակի զուտ ընդամենը կրկնվում էր նույն քննարկումը, ասեցի բերեք ամփոփենք, սա է եղել, այնպես որ ակնհայտորեն այստեղ որևէ հատկապես մանավանդ ձեր հետ կապված որևէ բան չունեմ, իսկ ինչ վերաբերում է նախագծին, հիմա առաջինը ես կարծում եմ նաև լիազոր մարմինը, հատկապես ՊԵԿ-ը, դի անդրադառնա, որտեղ պարոն Պապոյանը այդպես էլ առնվազն ինձ համար չկարողացավ։ Ասեցի, ձևակերպումն է։ Հա, ձևակերպ, այսինքն ոչ թե սահմանը հատելու, այլ ձևակերպելու։ Ես ճշտեցի։ Նայեք, տեսեք, սա էլ է խնդիր առաջացնելու, ես հատուկ է ուզում հասկանամ, որովհետև ստեղ էլ պետք է ընթացակարգերը հստակ կլինեն, ճարպիկները չլինի, էլի սահմանը հատեն արագ բերեն, այնտեղ հերթեր են ձևավորվելու։ Մի սպասեք, որ գա պրոբլեմը, հետո մտածենք պրոբլեմների մասին։ Այո, հունվարի մեջ այդ 30 օրվա ընթացքում հերթեր են լինելու, որտեղ սահմանի վրա օրինակ ինձ տեղեկացրել են բազմաթիվ մեքենաներ կան, որոնք որ չեն ներմուծվել, սպասում են, ասենք օրինակ չգիտեմ, հարևան, այսինչ երկրում են, ինչ երկրում, այսինչ տրանսպորտային հանգույցում, սպասում են, որ վերջնական տեսնեն ինչ է դառնում, այս օրենքը, որ ներմուծեն, մեծ հոսք է լինելու, պարոն Պապոյան, տեսեք, այսօր դեկտեմբերի 15-ն է, ես ձեզ ասում եմ, որ ոչ թե գնացել եմ, տեսել եմ, եկել եմ, ինձ բազմաթիվ ոլորտի մարդիկը մեծ հոսք է լինելու, իսկ եթե սահմանահատումը չի, սահմանահատման դեպքում պարզ է, եկավ, հատեց, ֆիքսվեց, եթե ձևակերպումն այդ նշանակում է սահմանից պիտի գնա հատուկ մաքսային այդ կետում, այդ ավտոմեքենաների մաքսազերծման, պիտի գնա այնտեղ այդ թղթերը տանի եւ այլն։ Չստացվի ճարպիկները եւ ասենք տենց վարժ մարդիկ արագ օգտվեն դրանից եւ հանկարծ այն մարդիկ, ովքեր որ ամենամեծ կարիքն ունեն այս աջակցության կամ այս արտոնության իրենք դուրս մնան, սա կազմակերպական խնդիր է արդեն դառնում իր մեջ ռիսկեր պարունակելով։ Եվ նաև ընդհանուր առմամբ այս քվեարկությունների եւ այլնի հետ կապված պարոն Թունյան, դուք եք այս արատավոր ուրեմն երևույթը բերել, անընդհատ, այսինքն շանտաժի, լավ քվեարկել եմ ձեռնպա, ես ունեմ իմ խղճով եմ քվեարկել, ես ունեմ իմ համոզումը քվեարկել եմ։ Հիմա դա դարձնել, ասենք, ինչ-որ թիրախ, կամ ասենք, չգիտեմ, մի մեծ մեղք, եւ բազմաթիվ բաներ կա, որ ես չեմ արել, իսկ ձեզ վերաբերելի է ձեր քաղաքական ուժին։ Հիմա ինչ անենք, ամեն անգամ սկսենք բուն օրակարգը թողնենք, սկսենք, ասենք, անցնել դու ես արել, իսկ ինչ վերաբերում է 400,000, ասում եմ, շատ լավ է, իմ ասած իմաստը ոչ թե 400,000-ն է, ասում եմ, բայց ձեր հայտարարածը իմ համար օրենք չի, շատերի համար էլ օրենք չի, ես էի ասում, այսինքն դեդլայնը, վերջնաժամկետը, որ հաշվում ենք, ասում եմ օրենք ընդունելու, ես էր իմ տրամաբանությունը, չընդունեցիք դուք, շատ լավ, դուք էլ ունեք ձեր հիմնավորումը, բայց այդտեղ որևէ նեղանալու կամ ագրեսիվ դառնալու հիմք չկա, էլի,
որ հիմա մի 5 անգամ իմ անունը ավելել տակ, վայ, տեսեք, ինքն է մեղավոր բոլոր այն դժբախտությունների մեջ, որ պատահում է ավտոմոբիլների ներկրման ոլորտում։ Է շատ լավ, հա, ինչ։